Բարլուստես, մի սկսիկ մեր դերը բաշներ այսօր երկոմը, թիվ 640-րդ երկն է այն, թիվ 640 ուրախ սրդով գբաշտեն կեզ, հարած աստված, սիրո դեր, թիվ 640։ Բոլորս ոտկելն ենք։ Արդվանց քո ողորմությունդ, ուր քիշերները քո հավատարմությունդ բադմել, քո հացեք դերոճմեն, վասնզի փարի է, վասնզի անոր ողորմությունը հավիտյան է, եկեք ծնծությունն ենք դերոճ արջև, աղագենք մեր փրկության բեմին, քողությունով անոր երեսին արջև գենանք ու սամոսներով աղագենք անոր, աղագեցեք դերոճով բոլոր երգեր, զարայեցեք դերոճը ուրախությամբ, անոր արջև եկեք ծնծությամբ, մտեք անոր թրները քողությամբ ու անոր սրախները օրհնությամբ, քոհացեք անգե ու օրհնեցեք անոր անունը, վասնզի դերը փարի է, անոր ողորմությունը հավիտյան է, ու անոր հավատարմությունը ասկ է մինչև ասկ։ Որմած ու կտած է դերը, երգայնամիտ և պազմողորմ, ով դեր կու պոլոր կործերըտ կեզ բիդի կովեն և կու սուրպերըտ կեզ բիդ օրհնեն, ամեն շունչ ունեցով թող դերը օրհնե, ալելույա, ամեն։
Desire
Ամուտքի ոգիով երգում։ Թարցնենք մեր երկարանները երրորդ փոխադարձ ընթերցման երկրպագության ուրախություն փոխադարձ ընթերցում թիվ 3 Կմագրնանք ոտքի գայնի Ինչպես սիրելի են քո բնակարաններդ, ով զորացներ Ջնջխու գնալ դուն կդավ ու ձիծերնիգը իրեն կույն, իր ծակերը տնելու համար քո սեղաններուտ կով, ով զորացներ իմ թագավորս ու աստվածս։ Երանային մարդոց, որոնց զորությունը քեզ մե է, ու իրեն սրդին մեջ դանըտ ջամփաները գան։ Անոնք զորութենե զորություն գերտան, մինչև որ Սիոնի մեջ Աստծո առջև երևնան։ Ով մեր վահան Աստված դես ու քո ձյալիդ երեսը նայե։ Քանզի դեր Աստված արև ու վահան է, դերը շնորհք ու փառք պիտի դա, քարությունը պիտի չբացեցնե ու դյամբ կալոներեն։ Ամեն։ Ողջույն։ Երկնավոր Հայր, փառք ու դանք, որ այս պահոս քո տաճարիդ մեջ կգտնվենք
քո սուրբ ներկայությանդ մեջ եւ ռիվրա լավակույն դերն է որ քո զավակներդ դերնական օրվան արաբոդյան այս պահում գրնան գտնվի Քեզի փառք ունենք, որ շաբթվան ընթացքին վայելեցին քո հայրական խնամքդ, պաշտպանությունդ, քո սերդ, հայրական հավատարմությունդ անգամ ևս փաստեցիր մեզ բայելով, պաշտպանելով, մեզ առողջություն տալով, մեր նույնական պետքերը մեզի շնորհելով եւ փառք ունենք մանավանդ, որ թուն շնորհքի ագը եւ աղբյուրը մեր հոգեվոր պետքերնալ արադությամբ գլեցնես մեզ այնքան սիրեցիր որ Տեր Հիսուս քո միածին որդի իր երկնային փառքը ցկեց աշխարհ եկավ եւ մեզ մեր մեղքերեն ազատելու սատանայի ջրաններեն եւ հավիտենական թժողքեն ազատելու համար մինչեւ Կողգոթա երթալու հոժարեցավ Եվ հոն խաչին անարգ մահով մերավ իր սուրբ արյունը թափեց, որբեսի մեր մեղքերը մաքրվին, ներվին եւ մեր հոգիները փրկվին։ Փառք ունենք այս մեծ շնորհքի համար, այս մեծ փրկության, այս սքանչելի փրկության համար, որոն բդուղները գքարենք մեր առօրյա կյանքի մեջ, մեր սրտերու մեջ ուրախություն ունենք, խաղաղություն ունենք, մեր միտքը հանգիստ է, մեր խիղճը հանդարտ է, որովհետև մեղքի հարցը լուծված է, որովհետև Տեր Հիսուս մեզի փրկիչ եղած է, Աստված, հավիտենական Աստվածը մեր երկնավոր հայրը եղած է, եւ Սուրբ Երրորդության հոգատարությունը կվայելենք այս բոլորին համար, այս արդու կգյանանք ու Սուրբ ներկայության մեջ մեր ցայները քեզի կբարձրացնենք, կկովենք քեզ, քոություն եւ փառք կմալուցանենք քեզի, գործնենք քո Սուրբ անունդ այս բոլոր բարիքներուն համար, որոնք անարժանապար կընդունենք, կստանանք ամեն օր քո օրհնյալ ձեռքերից։ Փառք ունենք պաշտամունքի այս արիթին համար, փառք ունենք առողջության համար, որ մեզի շնորհեցիր, ոտքի վրա ենք եւ գրցանք կալ Բայց թերևս եղբայրներ քույրեր ունենք, որոնք դակավին անգողնով գծարային, որոնք դակավին առողջ չեն, պաշտամունքի կալով աստիճան, անոնց համար այս արդու գաղոթենք։ Գիշենք Սատյանի քույրը, դրտատ եղբայրը, փառք ունենք, որ Բերջուի քույրը ավելի լավ է, անցրենիկ եղբայր Վարդանյան համար գաղոթենք եւ ուրիշներուն համար, թերևս անոնց անունները մեզի ծանոթ չեն, գաղոթենք եւ խնդրենք, որ թուն այցելես մեր հիվանդները եւ օրհնյալ ձեռքերը թող Տեր Հիսուս երկնցնե թփչի իրենց հիվանդ մարմիններուն, որովհետեւ անոնք բոլորովին բժշկվին, բոլորովին առողջանան։ Եկած ենք, ով դեր ոչ միայն քեզ օրհնելու, քեզ պարապանելու, նաև քեզ մե հոգևոր օրհնություններ խնդրելու այս արդու եւ գաղոթենք, որ հուսահատ չլանք մեր անգալություններուն մեջ։ Գաղոթենք, որ թող Սուրբ Հոգին ամեն մեկուն իր մասնավոր պետքին համաձայն փաշխե, հոգևոր օրհնություններ փաշխե եւ մենք օրհնված մեր տուները վերադառնանք։ Փառք ունենք այս հայրերու օրվա համար, փառք ունենք քեզի մեր հայրերուն համար եւ գաղոթենք, որ քո արած օրհնությունը հանգչի մեր հայրերուն վրա եւ գաղոթենք, որ մենք հայրերս գիտնանք մեր հայրական բարդականությունները, գիտակից ըլլանք մեր գոչումին եւ հավատարիմ ըլլանք այդ գոչումին եւ բարդականություններուն Զարդարե մեր կյանքերը Քրիստոսի առաքինություններով մեզ դիբար եւ օրնագելի հայրեր որբեսի մեր հայրությամբ
մեր ընտանիքները օրհնվին եւ քո մեծ անունդ փառավորվի։ Այս արդու գաղութենք բոլոր այդպեսիներուն համար, որոնք քո շնորհքիդ կգարոդին, քո օգնությանդ կգարոդին, քո աջակցությանդ, հիշե բոլոր նեղության մեջ եղողները, հիշե սգավորները, հիշե դժվարություններու առջև, տագնապներու առջև գտնվողները, անկորցներուն եւ նյութական դժվարություններու մեջ եղողներուն համար գաղութենք եւ կխնդրենք, որ ամեն մեկում իր պետքին համաձայն տուն օգնության հասնես եւ մեր մեջ գտնվող անաբաշխար սիրելի հոգիները դարձյալ քո շնորհքիդ կհանձնենք մեզի շատ նյութ են մեր բարեկամները որ քեզ չեն ճանչնար իբրև իրենց բրգիչը գաղութենք անոնց հոգիներուն համար կփարեխոսենք անոնց համար շնորհած քահին առջև եւ կխնդրենք որ Սուրբ Ոգին համոզե զանոնք եւ սիրո գաբերով զանոնք քեզի հրավուրե եւ քեզի քաշե ինչպես մեզ օրմը քաշեցիր եւ քո զավակները դրիր օրհնեք ու Սուրբ Ոսկիդ մատակարարությունը մեր հոգիներուն օրհնե մեր հասկը մեր ժողովուրդը մեր հայրենիքը եւ օրհնե այս երկիրը որում մեջ կապրենք եւ որում բարիքներ կվայելենք գաղութենք, որ մեզ գարավարողները քո Սուրբ Ոգիդ գարավարե, որբեսի անոնց գարավարության դակ մենք խաղաղ օրեր ունենանք այս երկրին մեջ, նյութական հաջողություն վայելենք, դրանքի ազատություն եւ արդարություն։ Հիմա այս պաշտամունքը սկսվենք մինչև վերջը Սուրբ Հոգին ցերկերուն կհանձնենք որբեսի անըլլա պաշտամունքը առաջնորդողը եւ գարավարողը մեր խոսքերը եւ մեր խորհուրդները քեզի ընդունելի լան այս բոլորը կխնդրենք Տեր Հիսուսի պատվական անունով քո փառքի համար ամեն Նրանք մեր երկարանտի 698-րդ երկինի 698-ը
արծաթիվ 789-րդ երգ, 789 Ուրախություն գլեցնեզիս ամեն օր, երկեմ միշտ կյանքիս օրերը բոլոր, ասել կսորվեցանք շատ ժամանակ առաջ վստահ, բայց ո՞ս այգի իշենք, անգամ ես երկեք տիպը, 789-րդ երկն այն։ Վերջին բադվարանով ողջունենք ձեզ բոլորը և բարեկալուս կմաղթենք։ Մեր մեջ ունենք սիրելի եղբայրը վերաբադվելի Ռուբեն Ղազարյան, որ Սակրամենտոյի հոգևոր խումբի մահովիվն է և հիմա զինք պիտի հրավիրեմ, որպեսզի երկու խոսքով ձեզ ողջունե և այդ խմբակի մասին գարչ տեղեկություն մտա, հրամեցեք եղբայր։ Փառք ու դամասուն այսօրվա այս մեծ հնարավորության համար անոր մեծ շնորհքն է և ձեր անուն Համբակյան եղբոր, որ ես այսօր խոսքը գտնեմ։ Առաջ կուզենայի շնորհավորել բոլոր հայրերին այսօրվա տոնի արդիվ, ես հայրը լալով ինքս զավակներում։ Մենք 70 ընտանիք 1990-ին եկանք Սակրամենտո։ Այսօր արդեն 7 տարի այս ընտանիքները աճեցին, մեծացան և շատերն էլ եկան ելի Հայաստանից, եղան 400 ընտանիք։ Կա երկու մեծ եկեղեցիներ, հոգեգալստական, շատերը դուրս մնացին, Տերը ինձի ձեռք առավ և օգտագործեց իր անունի ու փառքի համար մի տարի կես առաջ 18 հոգու հետ սկսեցա Bible Study, այսօր կլինեն մոտարապես 68 հոգի մենակ չափահասները, չասված 18 տարեկանին ցածր երեխաներ, որ մենք շատ ունենք։ Ամենակիչ երեխա և ես ունեմ 5 երեխա, բոլորը 7, 8, քույրս 11 ունի, փառք ասում։ Սրտի շնորհակալություն կուզենամ հայտնեմ ձեզի մեր ժողովրդի կողմից եկեղեցի, որ դուք մեզի օգնեցիք աստվածաշնչով և կտակարաններով, որովհետև
մենք մեր հետ բերել էինք մեկ հատ, բայց տանը մեջ 3, 4, 5 չափահասներ կան 18-ն բարձր։ Եվ բոլորը այսօր ունեն աստվածաշունչ եւ կտակարան։ Շատ շնորհակալ ենք ձեզանից եւ Փամբարյան երկրորից։ Եվ Հիսուս Քրիստոս փառավորվի, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջը ձեզ եւ շարունակենք աղոթել այդ խմբային համար եւ նաեւ մասնակցել իրենց պետքերուն շատ պետք ունին երկարաններով, ավետարաններով եւ աստվածաշունչերով։ Մեր հայտարարությունները պիտի գտնեք այս դերակրի ետևի էջին վրա, որովհետեւ ժամանակ չգործընծնենք, չգրկնեմ, ինչպես որ մայրերու օրվա արիթով մեր չափահաս եղբայրները մայրերը հարկեցին ծագեփունչով եւ մեխակներով, այսօր հայրերու օրվա արիթով մեր սիրելի քույրերը հայրերը կհարկեն այս ծագեփունչով եւ մեխակներով։ Դերը օրհնել սիրենք։ Եվ հիմա Մարտիրոս եղբայր պիտի մեներքե պատկանան նրանց Աստծո փառքին համար։ Պիտի խնդրեի ձեզ մեր որ բանակ մեր երկարանները թիվ 151-րդ երկին։ Պողոս անվանանջան թիվ 151, մեր հարց հավատքը Գաբրիթեր։ Բնակրի մեջ մեր հարց հավատքը չէ, անշուշտ եղբայրը վանգի դժվարություն ունեցած է The faith of our fathers, մեր հայրերուն հավատքն է, մեր հայրերը, որ չահը մեզի փոխանցեցին, և այսօր մենք ուզենք չահ փոխանցել մեր զավակներուն։ Այսօր քշմը բնական թուսպամը գուզեմ անել, գուզեմ որ բոլոր հայրերը ոտքի գայնին մեր մտեստեմ կզիրենք, ան որ վրան ձայիկներուն իրենց կուցկերուն վրա, բոլոր հայրերը ոտքի գայնին։ Եվ պիտի խնդրեք ձեզ որ աչև կակ եմ միաստապար երկենք այս երկը, բոլորս միասին, բոլոր հայրեր, հրամեցեք։ Որպես մեծ երջափոխ։
պիտի մեներքեսի, ոսկսի հետ գարնեմ, որտև ինձ ալամանգալ էր։ Մի քանի համարներ պիտի գարտամ ցեզի, երկրորդ օրինաց 6-րդ գլխեն, երկրորդ օրինաց 6-րդ գլուխ և 4-րդ համարեն, ով Իսրայել մտի գրե մեր դեր Աստվածը միմիայն դեր է, ու քո դեր Աստվածը բոլոր սրտով, բոլոր հոգվով ու բոլոր զորությունով սիրես, և այս խոսքերը, որոնք ես այսօր քեզի պատվիրեցի, քո սրտիդ մեջ ըլլան, ու զանոնք քո որդիներուդ գրգին և գրգին անգամ սորվեցնես, և թե դանդ մեջ նստած ադենդ, թե ջամփա քալած ադենդ, և թե բարգելու ու ելլելու ադենդ, անոնց վրայով խոսիս, և զանոնք նշանի համար ցերքիդ վրա գաբես, ու ջագադանոցի համար աչքերուդ մեջտեղը ըլլան, նաև անոնք քո դանդ թրանտիկներուն վրա և թրներուդ վրա կրես, տերորդն է իր խոսքին ընթերցումը։ Այսօր Ամերիկայի մեջ հայրերու օր գդոնվի, հայրերու օր, մայրերու օր, մանուկներու օր, ասոնք արիտներ գնձային մեզի, որբեսի ընտանիքը գազմով անդամներ ուսումնասիրության և գիշադակության նույթ թարնան, ընտանեկան սրբություն և ընտանեկան արժեքներ չեշտվին և անդեսված ճշմարտներ մեջտեղ տրվին։ Շրջանի մեջ գաբրինք և շատ լուրջ աշխատանքներ գդարվին ազատամիտ ընկերային գործիչներու social activists գոմե վերասահմանելու to redefine ընտանիքին հղացքը ու զայն հարմարցնելու ներգա մշակույթին, որ հիմնված է նյութաբաշտյան և անաստվածության վրա։ Դժբախտաբար այդ աշխատանքները որոշ հաջողություններ գարձանակրեն, որովհետև մեզ մեդիան, այսինքն զանգվածային հաղորդակցության միջոցներ, ինչպես հեռադեսիլ և Հոլիվուդի դերասաններ և թերթեր, գքաչալերեն այդ աշխատանքները և նախագահ անգամ զիրենք հաջեցնելու համար ձեռագույտին գոմե անցած նույնիսկ առողջ օրենքները վետո ընելու չվարաներ։ Այս երկրին փարոյական վիճակը մտահոգիչ է և լուրջ աղոթքի գարոտ։ Թերթը 784 երկրորդական վարժարանի աշակերտներուն հարցարան մղրգեց և գահարցներ, թե ինչ են ըստ ձեզի հատկանիշերը դիբար հորմը։ Եվ պատասխանեցին դղակներ և աղջիկներ, և պատասխանները մոտավորապես հետևյալներն են։ Դիբար հայրը պետք է իր զավակներուն գարձիկները հարգեր։ Աշխարհ ճիշտ հակառակը դարձած է։ Փոխանակելու մենք մեր ծնողին, մեր հայրերուն գարձիկները, քաղաքարները պետք է հարգենք, իմ ասում գսեն հայրերը մեր գարձիկները պետք է հարգեն, մենք այսպես ասենք, պետք է ասեն այո, այդպես է, ճիշտ է։ Պետք չէ մեզի արարգեն մեր ըրացներուն և ընելիքներուն համար։ Ես գիշերին եկար, բոլոր գիշեր չեկար,
Հաջորդ տարվա պետք չէ աղջկանը դուտ ասեր ուր էիր երեք շետ, նո, արկիրվածը պետք չէ ասես։ Դիվար հայմը պետք է շատ տրամ շահի, և այդ տրամեն իր զավակներուն առատ օրեն դա։ Ընգերային կյանքի մեջ, social life-ի մեջ, երևելի մեկը պետք է լա զինք մադով ցուցունեն, որ զավակնալ իր դիվար հոր շնորհիվ արժեք գտնե։ Եվ նաև քերեցիկ դեսկով պետք է օթոմը ունենա։ Եվ անշուշտ այդ օթոյին սույչներն մեկնալ իր դվուն աղջկան կովը պետք է լա, որ հայրը չկործածած ադեն զավակը կործած։ Այս է ներգա միտումը, այս է ներգա երդասարդ սերունդը, որ թշպատապար մեջտեղ եղած է։ Անոր համար գսեմ, որ այս երկրին փարոյական գացություն լուրջ է և մենք պետք է աղորդենք։ Հայրեր օրվարիթով սովորություն եղած է աստվածաշունչեն թեփը վերցնել ու անոր շուրջ պատգամը հյուսել, բայց այս արդու ես մտքից մեջ մասնավոր մեկը չունիմ և պատգամս պիտի ցոնեմ անձանոտ հոր և պիտի հիշեմ դիբար օրմը գարկմը առաքինությունները։ Հորը գադարած թեր ընտանիքեն ներս շեշտվելու պետք չունի։ Ինչ որ է նավաբեդը շոքենավին, նույնն է հայրը իր ընտանիքին։ Ինչ որ է ուսուցիչը իր թասարանին, նույնն է հայրը իր ընտանիքին։ Ինչ որ է հովիվը իր հոդին, նույնն է հայրը իր ընտանիքին։ US News շաբաթաթերթը հարցուց, թե հայրը ինչ աստիճան կարևոր է ընտանիքի մեջ և պատասխանողներուն 71 առ 100-ը ըսին, թե հորը ներկայությունը ընտանիքեն ներս բացարձակ անհրաժեշտություն է զավակներուն փառավորության համար։ Նկատելով, որ այսօր Ամերիկայի մանուկներուն 138-ը հայրական խնամքեն և կուրկրանքեն բոլորովին զուրկ են, գրնակ երևակայել ինչպեսի սերունդը մեջտեղ պիտի կա ասոնցմով։ Ամերիկայի սևամորտ դիներուն ծնած մանուկներուն 168-ը աբորինի են, առանց հոր մեջտեղ եղած մանուկներ են։ Եվ ասոնք, իրենց ամբողջ կյանքի մեջ հայրական խնամքեն և կուրկրանքեն բոլորովին զուրկ պիտի մնան։ Պիտի չտեսնեն երբեք այդ կուրկրանքը։ Եվ վիճակագրություններ ցույց կտան, որ առանց հոր ապրող մանուկներուն 46 առ 100-ը աղքատության մեջ կապրին, իսկ հայր և մայր ունեցողներուն միայն 8 առ 100-ը նյութական դժվարությունները կանցնեն։ Դժբախտաբար հորդ հայրեր հարազատ հայրերու դեղը չեն գրնար կրավել, կոնե փորձառությունը այդ ցուցուց և դժբախտաբար գարկմը հորդ հայրեր սրբաբլձեցին իրենց զավակները չսելու համար, որ նաև զանոնք մերծուցին։ Ողբերգական վիճակը գդիր է այս երկրի մեջ։ Եվ մենք դժուր շրջանի մեջ կապրենք։ Բարականները եղած են, երբ բզդիկ դաղներ բասերու և շոքեգարկերու մեջ գրծած նունչապ մարդոց մով նստած են, և երբ հարցուցված է, թե ինչու այդպես գնեն, պատասխանած են, որ երբեք հայր չեն ունեցած և մարդոց թպչելով
աշխատած են հոր գարոդը քիչվը կոացնել խեղճ մանուկներ։ Դիբար հոր առաջին հատկությունը պետք է փուն սեր ունենա իր զավակներուն հանդեպ։ Եվ այդ սերը պետք է ինքզինքը արդահայտե հոր կորցնական վերաբերմունքին մեջ իր զավակներուն հանդեպ։ Զավակները պետք է գասկած ունենան իրենց մտքին մեջ իրենց հոր սիրուն մասին, ընդհակառակը պետք է վստահ ըլլան, որ հայրը զիրենք գսիրե իսկական բարին իսկական առումով։ Մանուկը գփնդրե այդ սերը, այդ կուրկուրանքը, իրեն համար ամեն բան է այդ սերը։ Իր շինվածքը այնպես է, որ հայրական կուրկուրանքը բնական պահանջք է, եւ այդ կուրկուրանքին բացակայությունն է, որ երիտասարդական սերունդը մեջտեղը եկած է, որ մարդկության գլխում իսկական փորձանքը դարձած է։ Ասոնք փողոցներու մեջ մեծածներու սերունդն է։ Առանց հոր մեծածներու սերունդը։ Եվ կառավարությունն ալ մասամբ պատասխանատու է այս չարիքին համար, որովհետև ապօրինի ծնունդապերությունը գքաչալեր է, ինչպես գքաչալեր է, այդ տեսակ մանուկներու եւ իրենց մայրերուն ամսական գաբելով, ուրիշ խոսքով սել գուզե թուք այդ ապօրինի մանուկները պերեք մի վախնակ, զանոն գերագրելը մեր պատասխանատվությունն է։ Զիրենք վարծատրե, փոխանակ զիրենք հանդիմանելու եւ օրենքներ հանելու, որբեսի այդ չարիքին առաջ կառնվի։ Երկրորդ, դիբար հոր երբ հատկությունը իր ընտանեկան հոգադարությունն է։ Հայրը ընտանիքին հաց շահորը պետք է լա։ Այդ բարձականությունը եւ ճակատը կրված է եւ որովհետեւ գարենա իր ընտանիքը հոգալ, դիբար հայրը պետք է աշխատասեր լա։ Քրիստոնեությունը երբեք չի կաչալերեր զորությունը, ընդհանրակը զայն կթադաբարդե, անոր չուզեր կործել, հաց թող չուդե, գսե Աստծո խոսքը։ Սողոմոնի մասնալ գսե, ցերկդ ինչ որ կտնե ունելու բոլոր ուժովդ դրե։ Բարգեշ աշխատանքին վրա Աստծո օրհնությունը կհանչի։ Ընտանիքը նյութական պետքեր ունի, եւ թեև շատ ապրանքներ զեղչալ քիներով կծախվին, բայց բոլորովին ծրի չեն դրվիր, հետևաբար եկամուտը անհրաժեշտ է ընտանիքին կոյադերման համար։ Եվ այդ եկամուտը համար աշխատանքով միայն կարելի է ցերցիկել։ Հայրը իր աշխատասիրության նաև օրինակ պիտի իր զավակներուն։ Ձույլ հայրը միայն ձուլության մեջ պիտի գրնա օրինակ լալ իր զավակներուն։ Շատ ընտանեկան դժվարություններու պատճառը տրամի չիխորության վերագրելի է։ Դիբար հոր երրորդ հատկությունը իր անաչարությունն է, impartiality։ Դիբար հայրը պետք է զգուշանա մեկ զավակը մյուսեն ավելի սիրել է։ Պետք չէ ֆեյվորիտներ ունենա։ Հակոբ նահաբետ Հովսեփը մյուս զավակներեն ավելի սիրեց։ Իսահակ Եսավը Հակոբեն ավելի սիրեց։ Այս աչարությունը գրնա երկու վնասներ ունենալ, մեկը նախընտրվող զավակը, favorite զավակը գրնա շփացնել ու իր մեջ քերաթաշյան փարթույթ ստեղծել
եւ ընել, որ իր եղբայրներուն եւ քույրերուն ցած աչքով նայի, մյուսը մնացյալ զավակներուն վրա գրնա քեշ աստել, իրենց մեջ հոր հանդեպ հագասիրություն, resentment գրնա ստեղծել եւ նախանց սիրվող զավակին հանդեպ։ Եվ ասիկա շատ հստակ երբով գտեսնենք Հովսեփի բարակային։ Ծննդոց 37:4-ի մեջ այսպես գսել. Եվ անոր եղբայրները, Հովսեփին եղբայրները, տեսնելով, որ իրենց հայրը Զանիգա իր բոլոր եղբայրներեն ավելի գսիրե, ադեցին Զանիգա, նախանցով լեցվեցան անոր հանդեպ ու խաղաղությամբ չէին գրնար խոսիլ իր հետը։ Հորը աչարությունը պատճառ եղավ, որ Հովսեփ նախանցի արագաթարնը։ Դիբար հոր չորրորդ հատկությունը գարկաբավությունն է, դիսիպլին։ Եվ այս գարկաբավությունը բացատրության կգարոդի։ Ընտանեկան գարկաբավությունը սերով կհասկնանք զավակները այնպես մարզել, որ անոնք գարկմը ընկերության ընդունելի կանոններու համեմատ բարվին ընկերության մեջ։ Ընտանեկան դիսիպլին գենթատրե ընտանեկան բարեկրթություն եւ ընկերային գենցարաբարություն, social etiquette։ Գարկաբավության օգուտները նախ զավակները իրենք կվայելեն, ապա այդ գարկաբավությունով ընդունելի գլան իրենց շուրջիններուն։ Որբեսի հայրը գարենա իր զավակներուն դիսիպլին սորվեցնել, պետք է նախ ինքիտնա եւ սորված ըլլա կամ սորվի այդ դիսիպլինը։ Պետք է ինքիտնա ընկերության մեջ շիդակ վարվելու գերբը, շիդակ խոսելու գերբը, շիդակ խմելու եւ ուդելու գերբը եւ ասոնք սորվեցնե իր զավակներուն։ Շատ մզավակներ իրենց ծնողած երեսը սև գահանեն ընկերության մեջ, որովհետև չեն գիտեր հարգել ընկերային գենցաղավարության օրենքները։ Եվ մեկը գրնա բարձր ուսում ունենալ եւ միևնադեն սեղանի վրա ցույց տալ, որ ինք բարեգիրտ մեկը չէ։ Ճաշկերույթ մգար, նշանավոր ճաշկերույթը եւ հարուստ մարդ մնալ այդ ճաշկերույթին հրավիրված էր եւ երկու դիգիններու մեջ նստած էր այս գարձեցյալ ազնվականը։ Երկու դեին եւ գերագորոպավական հարաճացավ, նկատեց, որ աջ կողմ նստողը չուր չունի եւ ցախ կողմ նստողն ալ հաց չունի։ Եվ դարձավ իր կով աչին նստած դիգնոցավ կներեք դիգին արդյոք ծեր չուրը խմեցի։ Եվ դիգին ասավ շատ բարձ է գիտնալ, թե իմ չուրս խմեցիր կամ չխմեցիր, գենցաղավարության օրենքներուն համեմատ աջ կողմի չուրը քու չուրըտ գլա եւ ցախ կողմի հացը քու հացըտ գլա։ Եվ մարդը աչին ցախին նայեցավ, տեսավ, որ աջ կողմի տրացին չուրը խմեր է եւ ցախ կողմի տրացին հացը գերեր է։ Եվ հոմ հայտնի ըրավ, թե տրամը մարդը մարդ չուներ։ Մարդը մարդ ընողը ընտանեկան բարեգործություն է։ Դիբար հոր 5-րդ հատկությունը իր հայրական հեղինակությունն է։
Հայրը ընտանիքին գլուխն է։ Աստված այդպես որոշեց։ Ով չէ, թե ֆեմինիստները ինչ կսեն։ Մենք Աստծո խոսքով գկալենք, որովհետև գավադանք, որ Աստծո խոսքը ներշնչյալ խոսք է։ Քո խոսքը հավիտյան երկինքի մեջ հաստատված է։ Իր բարդականությունը լավ գարենալ գադարելու համար պետք է իր խոսքը ընտանիքեն ներս վշիր և աստեցություն ունենա։ Դիբար հոր մեջ հեղինակություն և միևնադեն փափկասրտություն, ոչ թե դիկտատորություն, ոչ թե բռնապետություն, այլ հեղինակություն և ազնվություն և փափկասրտություն պետք է իրարու խառնվին։ Երբ հայրը կբաժե իր զավակը, բաժվողը պետք է գիտնա, որ հայրը զինք սիրելուն համար կբաժե, այդ տեսակ բաժիժը աստեցիկ պիտելա։ Ընտանիքին մեջ հորը խոսքը պետք է վերջնական լա, այնքան արդար, այնքան անաչար և այնքան սիրով, որ զավակները և դիգինը առանց արարգելու հնազանդին այդ հրահանգին։ Հայրը հարկանք բայլելու համար պետք է իր զավակներուն գադարյալ վստահությունը շահի։ Եվ այդ վստահությունը գրնա շահիլ, երբ զիրեն կսիրե, երբ արդար է, իր բոլոր գործերուն մեջ, անաչար է, զիրենք գհարկե, զիրենք գհոգա, իրենց հանգիցն համար իր կյանքը զոհելու գոժարի։ Դավիթ լավ թագավոր էր, բայց լավ հայր չէր։ Հեղի լավ քահանա էր, բայց լավ հայր չէր։ Սամուել լավ մարգարե էր, բայց լավ հայր չէր։ Դիբար հոր 6-րդ հատկությունը իր զավակներուն հետ մտերիմ բարեկամություն պետք է մշակե։ Բազմաթիվ զավակներ գործանած են, որովհետև հայրը անոնց հետ չէ հետաքրքրված, որովհետև իրենց զավակներուն հետ ժամանակ անցնելու ժամանակ չէ ունեցած։ Եթե ժամանակ չունի, այդ ժամանակը պետք է ստեղծե, որովհետև անոնց հետ չէ բարեկամացած, և զավակներ, մանուկներ, բադանիներ այդ բարեկամությունը ստիպված են սխալ անցելու մեջ փնտրելու։ Եվ ասիկա բնական է, երբ հայրը կմերժի այդ բարեկամությունը, զավակը, որ ընկերային էակ մնե, բարեկամներ կփնտրե, պիտի գտնե այդ բարեկամները, ով չէ թե այդ բարեկամները սխալ բարեկամներ լան, զավակը գնահնդրե հորը բարեկամությունը, բայց երբ հայրը ժամանակ չունի այդ բարեկամության համար, ուրիշներ ունին, իր դպրոցական ընկերները ավրված նկարակիրով իր ընկերները այդ ժամանակը ունին իրեն դրամատվելու։ Ամերիկայի ընտանեկան կյանքին ամենեն դժվար երևույթների մեկը այս ըսած է։ Կանադա գտնված Ադենիս բարեկամ այցելեցինք, լավ թիրքի վրա եղող մեկը ըսավ, երբ գիշերը գործես դուն ու կամ մանուկները սավ կնացած կլան, երբ արդուն գարտնամ մանուկները դպրոց կացած կլան, ամփոփ շաբաթ մանուկներուն երեսը չի տեսներ, մանուկները իրենց հայրը չեն տեսներ, և եթե շաբաթ օր գործի չերտա, գիրակի օր միայն ժամանակը իրեն զավակներուն հետ պիտի Եղած քննություններին Երևան ելած է այն երողությունը, որ Ամերիկայի հայրեր
եւ հասկան հավատալի է։ Օրը 17 երկբարգյան 17 seconds միայն գանցնեն իրենց զավակներուն հետ։ Dr. Dobson գսետ է արիտոմը ժողովրդին ցերկի գտոտվեր եւ ժողովրդի մեջ բզդիկ դրեգմը 8-10 տարեկան իր արջևեն անցնելու ադեն այդ դրեգն ալ ցերկը տոտվեց Այս գսե անանգալի մարչև գտնվեցա դրեգը գսե իմ ցերկս չերցիկեր Ուրիշներ եկան կողս կայնեցան, որոնց հետ պետք էր ցերնվեի, բայց այս դրեգը գսե իմ ցերկիս փագավ, ցերկս չերցիկեր։ Եվ ես գսե շատ իմ բարաստ եղա, ամոթով մնացի, վերջապես ասի որ դրեգս ցերկս ցկե, որովհետև ես ուրիշներուն հետ ալ պիտի ցերնվեմ, հետո գսե ինձ ասին, որ այս դրեգը հայր չունի եւ իմ ցերկիս փագավ գսե հորը գարոդը առնելու համար եւ իբար հոր 7-րդ հատկությունը պետք է իր աստվածավախությունը լա մինչև հոս հիշված հատկությունները լավ հատկություններ են բայց բավարար չեն հայրը դիբար հայրը մնելու համար այսինքն գրնա այդ հիշված 6 հատկություններն ունենալ եւ այս վերջին հատկությունը աստվածավախությունը չունենա չի գրնար դիբար հայր գոչվիլ տորլա լավ հայր տորլա լավ խնանք դանող հայր տորլա աշխատասեր հայր տորլա հարուստ հայր առաջին բդողը իր զավակներուն գերցնող հայր այդ բաները կարևորություն չունին եթե այդ հայրը աստվածավախ չէ դիբար հայրը պետք է աստվածավախ ու բարեբաշտ լա եկեղեցասեր ու աղոթասեր լա դիբար հայրը իր առօրյա կյանքին մեջ պետք է կորցնական քրիստոնյան լա վերստին ծնունդյան փորձառությունը ունեցած սրբության ետևե եղող մեկը եւ իր զավակներուն պետք է սորվեցնե ու զանոնք աստծո ջամփաներուն մեջ մեծնե որբեսի գարենան գուրց բարձել այս թարուն մերսալից հոսանքներուն հայրը իրդան քահանան է եւ պետք է այդ քահանայական բարդականությունը լիուլի կատարե իր զավակներուն հանդեպ դերորդներ բոլոր դիբար հայրերը եւ դիբար չեղող հայրերն ալ դիբար հայր ընե եւ մեր ասկին մեջ դիբար հայրերու թիվը թող օրեոր շատնա ի փարս աստուծո ամեն Կարակ մեր երկարան թիվ 710-րդ երկին թիվ 710-ը երկենք զան, երկու համարներ է մինակ, առաջին նստած վերջինը ոտքի վրա թիվ 710-ը Oh,
Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ ողջույն սրբով հաղորդությունը բոլոր հայրերու եւ ձեր բոլորիդ վրա արադորեն հանգչի։ Ամեն։